Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, շտապում եմ ներկայացնել իմ այսօրվա հյուրին։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, գործող կանոնահարուհի, արվեստագետ, երաժիշտ Անահիտ Վալեսյան։ Ողջույն Անահիտ ջան։ Ողջույն, ջույս սուրիլ աշոտ։ Համեցեք նստեք։ Բարև Անահիտ ջան, ոնց ես։ Լավ, շնորհակալություն Աշոտ ջան, դուք ոնց եք, լավ եք։ Շատ լավ, շատ լավ։ Ահա քեզ տեսա ավելի լավ եղավ։ Ուրախ եմ, որ այսօր իմ հյուրն ես։ Իմանապես։ Անահիտ ջան, պատմիր մի փոքր քո մասին։ Սովորեցիր, կոնկրետ չի ասենք, որ թվին սովորեցիր, որտեղ չէ։ Սովորեցի դպրոցում, սովորեցի կոնսերվատորիայում, սովորեցի։ Ծնվել եմ Գյումրիում, սովորել եմ Գյումրիի Շերամի համար 5 երաժշտական դպրոցում, Լավրա Մելիքյանի դասարանում, հետո Կարամուրզայի քոլեջում, հետո 86 թվականին ընդունվել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կանոնի դասարանը Խաչատուր Ավետիսյանի մոտ։ Արդեն Եվ հետո սովորել եմ ասպիրանտուրայում եւ այդպես շարունակ մինչեւ այժմ աշխատում եմ կոնսերվատորիայում, դասավանդում եմ կանոնի դասարանն եմ ղեկավարում։ Շատ լավ է, շատ հետաքրքիր կենսագրությունն ես, հələ այսօր ենք գնալու մենք այսօր, հələ արդեն ես պատկերացնում եմ, ում հետ է շփվել, ինչ ես արել, ոնց ես։ Մի խոսքով շատ հաճելի է, շատ լավ է, ուրախ եմ, որ դու իսկապես այսօր իմ հյուրն ես։ Ընտանիքիդ մասին երկու բառով։ Ունեմ շատ լավ գեղեցիկ ընտանիք, երաժշտական ընտանիք կարող եմ ասել, ամուսինս շեփորահար Գոր Վալեսյանը, տղաս շեփորահար Պարուր Վալեսյանը եւ աղջիկս երգչուհի Այլա Վալեսյանը։ Մենք բոլորս աշխատել ենք միասին Գոհար սիմֆոնիկ նվագախմբում։ Գոհար խմբում աշխատել եք։ Ես եղել եմ 4-ը էլ։ Բոլորս էլ, այո, եւ ես եղել եմ Գոհարի մենակատար կանոնահարուին 2000 թվականից մինչեւ երբ որ աստեն սկսեց չգործել այդ բանը։ Ափսոս, այդ աշխարհահռչակ կոլեկտիվ էր ու ուր գնում էիք լեբլեցուն սրաներով, բայց դժվար էր, շատ դժվար էր այդքան մարդ տեղափոխել, բան այդքան մարդու բարձրացրել, ասենք եթե դուրս էիք գնում։ Չէ, հայկական արվեստը, հայկական դրոշը, կիլիկա դրոշները ծածանելու համար պարտություն չկար։ Դե շատ լավ, ապրիտ։ Ուրեմն երեխաներն էլ ձեր գծով են գնացել շատ։ Իսկ ուսանելիության տարիներին էլի ելույթներ ունենում էիր։ Երկրորդ դասարանից միշտ ելույթներ եմ ունեցել մինչև առ այսօր։ Երկրորդ դասարան։ Երկրորդ դասարանից արդեն համերգներ եք տալիս։ Ես երկրորդ դասարանում արժանացել եմ հանրապետական այն ժամանակ միջազգային այդպես չէ, հանրապետական փառատոներ էր։ Մոնտի Չարտաշեմ նվագել երկրորդ դասարանում եւ արժանացել եմ երկրորդ կարգի մրցանակի ու այդպես շարունակ մինչև առ այսօր։ Սիրել եմ նվագարանս։ Շատ լավ։ Իսկ բանը ինչ նպատակով ես եկել Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներ, ասեմ, 96 թվականին նվագել եմ Հովհաննիսյան Կարինեն ես եւ Միքայել Ավետիսյանը Ստամբուլում Սայեդ Նովա երգչախմբի հետ համատեղ կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 70-ամյակը եւ այդ նույն համերգը Երևանում ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում ենք նվագել եւ 30 տարի անց 100-ամյակը նվագելու եմ այստեղ UCLA դահլիճ Շոնբերգի դահլիճում նվագելու եմ։ Այդ պատրվագով հիմա այս Լոս Անջելեսում եմ։ Շատ լավ։ Հետո էլի ինչ խմբի հետ ես ելույթ ունենալու։ Հետո մենակատարներ բաներ կան, երկիշեր։ Դիրիժոր Միքայել Ավետիսյան, խմբավար Գայանե Բաղդասարյան, երգչախումբ է եւ ազգային նվագարաններից բաղկացած շատ գեղեցիկ համույթ, որտեղ հնչելու են Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները, համար 1 կոնցերտը եւ հատված օրատորիայից եւ անի ստեղծագործությունից, որը գրվել է երկրաշարժի կապակցությամբ։ Իսկ հետաքրքիր առաջին անգամ ես Միացյալ Նահանգներում։ Ոչ, 2007-ին Գոհար սիմֆոնիկ նվագախմբի հետ եղել եմ ամբողջ Ամերիկայում եւ Կանադայում։ Ամբողջ Ամերիկայում մեկ շրջակայել եք։ Այո, ամբողջ Ամերիկայում։ Եվ ունեցել ենք շատ փայլուն համերգներ։ Դե ես պատկերացնում եմ, Գոհար անսամբլը ուր որ գնում էր արդեն հաջողությունը ապահովված էր, որովհետև շատ պրոֆեսիոնալ, շատ բարձր մակարդակի խումբ էր։ Աշակերտներ ունես։ Այո, ունեցել եմ շատ, 40 տարի համայրադասավանդում եմ։
Դասավանդել եմ Կարամուրզայի քոլեջում 10 տարի, հետո 98 թվականից կոնսերվատորիայում եւ ունեցել եմ շատ լավ ուսանողներ, որոնք արժանացել են միջազգային շատ մրցույթների դափնեկրի կոչման։ Եվ մինչև այժմ էլ իրենք Գործող երաժիշտներ են ու ամեն մեկը մի անսամբլում։ Ունեմ փոխարինողներ էլ ունեմ։ Շատ լավ, շատ լավ։ Դե կլիպներ ունես նկարած, չէ՞, տեսահոլովակներ։ Ունեմ տեսահոլովակներ, ունեմ անձնական ստեղծագործություններ, անցած տարի նվագեցի գոհար, ասում եմ կարգի Գյումրու սիմֆոնիկ պետական նվագախմբի հեղինակային ելույթս, ամբողջ ստեղծագործություններս ներկայացրի երկու բաժնից, որտեղ նաև իմ ուսանողս էր ինձ հետ Այսիա Հովհաննիսյանը, մենք շատ լավ համերգ ունեցանք եւ YouTube-ում էլ կա այդ ամեն ինչը։ Կարող են բոլորը օգտվել եւ այն նաեւ համարվում է ուսուցողական, որովհետեւ ինքս որ հիմա ստեղծագործում եմ, յուրաքանչյուր ստեղծագործություն արդեն կա համացանցում, կարող են ճիշտ մեկնաբանմամբ իրենք ոնց է հեղինակը մտածել, ոնց է մեկնաբանել, ոնց պիտի կատարեն, այդ ամեն ինչը կա։ Ուրեմն կոնսերվատորիայում Խաչատուր Ավետիսյանի դասարանում ես, չէ՞։ Այո, սովորել եմ Խաչատուր Ավետիսյանի դասարանում եւ ասպիրանտուրայում եւ շարունակում եմ ավանդույթները դասարանի կրողն եմ ես։ Շատ լավ։ Թե Խաչատուր Ավետիսյանի մոտ էլ մեծ երջանկություն։ Լեգենդար մեծ կոմպոզիտոր, որը մեծ ավանդ ունի մեր ազգային նվագարանները այսօրվա այս բարձր մակարդակի համար, որովհետև ստեղծեց մի ամբողջ ռեպերտուար, շվի կոնցերտ, կանոնի սոնատներ, կոնցերտներ, որը հիմք հանդիսացավ, որ կոնսերվատորիան ունենա համապատասխան բաժին եւ սովորողները արդեն ունեին իրենց ուրույն ծրագիրը ուսուցողական։ Արդեն իր մոտ սովորել է Խաչատուր Ավետիսյանի հետ, այդ արդեն որ ասում են կոչումն է։ Եվ մինչև հիմա ավանդույթը կա եւ մենք էլ մեր սերունդը շարունակում է։ Չէ, ասում են կոչումներ, դիպլոմներ, բան, այդ արդեն իր մոտ սովորել արդեն կոչում ու դիպլոմ է։ Ինձ համար Խաչատուր Ավետիսյանի անունը դա մի կանաչ լույս է եղել։ Ես ինձ կներեն բոլոր կանոնահարները ինձ մի քիչ առավել եմ զգում, ոնց որ իրեն մոտ եմ սովորել։ Կանաչ լույս է եղել ամբողջ կյանքիս համար։ Իմ ուսանող տարիներին բախտ եմ ունեցել իր հետ շփվելու, հրաշալի մարդ է, որպես արվեստագետ չխոսենք, հրաշալի մեծ հումորի տեր մարդ ու շատ բարի ու կարգին մարդ։ Ուներ հայացք, որ կրտում էր եւ ժպտում էր, այսինքն դա նշանակում որ ամեն ինչ շատ լավ է, իսկ երբ որ մի հատ հայացք ուներ, դա նշանակում որ լավ չնվագեցիր։ Խոսք չկար, միայն հայացքով էր կրտում։ Դե շատ լավ, դա էլ մեծ բախտավորություն է, էլի, դից մարդու մոտ սովորելը։ Իհարկե։ Ապագա ծրագրեր ունես կապած քո հյուրախաղերի, չգիտեմ։ Ապագա ծրագրերը, հյուրախաղերը միշտ հրավերներ ունենում եմ, չգիտեմ վաղը ուր կգնամ ոնց, բայց հիմնական իմ ծրագրերս նոր գործ, նոր ստեղծագործություն ստեղծելն է։ Հա։ Անընդհատ գրում եմ։ Շատ լավ է։ Դվակում են, բացի քեզանից դվակում են ուրիշներ։ Իհարկե, ամբողջ հայկական կանոնի դպրոցներում, կոնսերվատորիաներում, քոլեջներում բոլորը նվագում են, ամբողջ կոնկուրսների, միջազգային փառատոներին։ Հնչում է եւ կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհում են նվագում ստեղծագործությունները։ Ինձ ասում են, որ շատ սիրուն եմ գրում, չգիտեմ։ Իրա գալիս քեզնից են խնդրում այդ Չէ, ես հրատարակում եմ ստեղծագործություններս, գրքի մեթոդական գրքերի։ Թույլտվություն բան չկա, եթե գրքում հրատարակում եմ, նվագում են։ Եղավ, լավ Անահիտ ջան, ուրեմն մեր այս հարցազրույցի առաջի մասը ավարտվեց, այժմ թույլ տուր անցնենք գովազդի, որից հետո կշարունակենք մենք իրար հետ մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդեն եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը շատ հաճելի մի անձնավորության, շատ տաղանդավոր մի մարդու հետ, Անահիտ Վալեսյանի հետ, Երևանի Կոմիտասի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, գործող կանոնահարուհի Անահիտ Վալեսյան։ Գովազդը արդեն եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Անահիտ Վալեսյանի հետ։ Անահիտ ջան, դու բացի որ Գոհար անսամբլի հետ ելույթներ ես ունեցել, ուրիշ խմբերի, ուրիշ նվագախմբերի հետ, ուրիշ կոլեկտիվների հետ աշխատել ես։ Իհարկե, 1986 թվականին ստեղծվեց Գյումրու պետական ազգային նվագարանների համույթը, հանդիսացել եմ հիմնադիրը։ Հետո քանի որ կոնսերվատորիա շարունակեցի 91-ին վերադարձա Գյումրի եւ մինչեւ 91-ից 2000 թվականը նորից աշխատել եմ Գյումրու պետական ժողովրդիկների նվագախմբում, որպես մենակատար եւ առաջի կանոնահար։ Ուրեմն բավականին Միշտ նվագել եմ եւ դասավանդել եմ եւ ստեղծագործել եմ
երեկը մեկում էսպես Հա, ասեմ։ այդ ստեղծագործելու մասին մենք խոսեցինք, ես կուզեի նորից անդրադառնանք, որովհետև այդ շատ լավ բան է, որ նաև ունես քո ստեղծագործությունները։ Մենք կարող ենք դրանից գոնե մի հատ այսօր լսել քո ստեղծագործություններից։ Ճիշտ ասած, մի հատ նոր գործ եմ գրել, սիրո պատմություն, ակապելային կը, սիրով ներկայացնեմ, հա, երևի։ Եղավ։ Գնացինք։ Շատ շնորհակալություն։ Բրավո, շատ հաճելի էր, շատ սիրուն էր։ Կարող ես գործիքը դնել տեղում, որպեսզի ազատ խոսես։ Ու հաշվել ես, ինչքան ստեղծագործություն ունես, թե տենց չես կարող ասել։ Մոտ 40 երևի։ Այս տարի էլ մի հատ ուղի, հա, որ կարճ։ Այս տարի էլ գրեցի կանոնի առաջի կոնցերտը, կանոնի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար։ Շուտով կհնչեցնեմ։ Շատ լավ է։ Դե մենք խոսեցինք երիտասարդների մասին, չէ՞, որ դասավանդում ես, կան մեջները շնորհալինել։ Ես ընդհանրապես կուզեմ խոսես այսօր երիտասարդ արվեստագետների մասին, ոչ միայն կանոնի ասպարեզում, այլ դերասաններ, երգիչներ, երգչուհիներ, երաժիշտներ, տարբեր այլ երաժիշտներ։ Ես ավելի շատ կանոնի մասին խոսեմ, որովհետև այսօր կանոնը Հայաստանում շատ հուսալից երկերում է, որովհետև մենք ունենք շատ լավ մանկավարժներ, շատ լավ դասավանդողներ, Ծովենար Հովանիսյան, Կարինե Հովանիսյան, Հասմիկ Լելոյան, Անժել Ատապեկյան, բոլորն էլ աշխատում են եւ ոնց են ասում, մենք տվել ենք մեր պտուղներն ունենք արդեն, համեղ հասած արդեն, ունենք շատ լավ կանոնի դասարան եւ աշխարհի մասշտաբով միշտ մենք մեր գլուխը ոնց են ասում, բարձած ենք էլի, տարբերվում են։ Անահիտ ջան, շատ հաճելի էր, շատ սիրուն էր, շատ լավ կատարեցիր։ Եթե խնդրեմ, կարող ենք մի ստեղծագործություն եւս լսել։ Սիրով Էշխեմետ նվագեմ, որովհետև Էշխեմետ այն ստեղծագործությունն է, որ յուրաքանչյուր կանոնահար Էշխով իր սիրով է նվագում։ Ես իմ սիրով պիտի նվագեմ այսօր ձեզ։ Էշխով նվագի, ես էլ Էշխով կլսեմ։
Բրավո Անահիտ ջան, շատ շնորհակալություն։ Հրաշալի էր, ինչքան հոգի կար մեջ էս երաժշտության, կարելի է նստել ու երկար լսել, կթե հրաշալի կատարումներ եք։ Շնորհակալ եմ։ Դե ինչ, Անահիտ ջան, ավարտվեց նաև մեր ծրագրի երկրորդ մասը, արի անցնենք գովազդի, որից հետո նորից կշարունակենք մեր այս համով սերվիցը։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդեն է եթերում, որից հետո կշարունակեմ զրույցս տաղանդավոր կանոնահարուհի Անահիտ Վալեսյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Անահիտ Վալեսյանի հետ, կանոնահարուհի, պրոֆեսոր կոնսերվատորիայի, մի խոսքով շատ տաղանդավոր մի մարդու հետ։ Անահիտ ջան, այսօրվա մեր այդ երաժիշտներին ինչ կմաղթես, ինչա պետք իրանց, շատ նվագեն, շատ աշխատեն, շատ լսեն երևի, հա։ Երաժիշտներին առաջերտին առողջություն եւ նորմալ աշխատանք եւ նորմալ վարձատրություն, որովհետեւ կարողանան ստեղծել, արարել եւ պատշաճի ներկայանալ հանդեսատեսին։ Ու այդ հետաքրքիր է, որ իրանք ելույթներ ունեն, մենք քեզ անպայման հրավիրում են ու առաջի շարքում տեղը ունենում ես իրենց համերգներին, քո ուսանողները։ Իհարկե, բոլորն էլ ինձ սիրում են, բոլորն ինձ հրավիրում են, ես է ներկայանում եմ եւ խոսքս եմ ասում, եւ դրական, եւ տերությունները, այդպես, անպայման։ Դա շատ լավ է։ Թե մենք պայմանավորվել էինք դեռ մի քանի օր առաջ, որ դու պետք է անպայման իրական պատմություններ ու անեկդոտներ պատմես։ Դու ասացիր, որ անեկդոտ, բայց ես զարմանում եմ, որ լինելով Գյումրիից ու անեկդոտ չես կարող պատմել։ Ես չէ, մենակ լսել եմ, որովհետև դա ինձ մոտ չի ստացվում։ Կարող է պատմեմ, բայց տպավորություն չունեմ։ Հələ պատմի, ես կասեմ ստացվում։ Չէ, չեմ կարող, որովհետև չեմ էլ հիշում։ Ինչ որ կյանքից կարող է ինչ որ բաներ հիշեմ։ Դե լավ, արի կյանքից հիշենք ու պատմի իրական պատմությունը։ Կոնկրետ դեպք պատմեմ աշխատանքային, որ աշխատում էի Գոհարում, այդ ժամանակ մենք որ երկերը փորձում էինք, երբեմն ստացվում է, որ երկիշները այդ օրը փորձ չէին գալիս, ասում էին կա մեկը, որ կարողանա երկի ամբողջ օրկեստրը, որովհետեւ հասկանանք ինչի մասին ենք նվագում։ Ես միշտ ասում էի ես երկեմ։ Այդ օրը կարծեմ փորձում էին այլ չերկայիմ սրտում երկը։ Եվ ես միկրոֆոնը վերցրեցի, ամուսինս էլ տրոմպետ է նվագում հետևի շարքում տուխավիկներով, դե գիտեք Գյումրվա տուխավիկներն ինչ մեծ թիմ է։ Ամուսինս էլ շատ սիրուն էր ու ասում էր, որովհետև լուսահոգի է հիմա, աչքերն էլ շատ կապույտ էր ու գեղեցիկ։ Բայց ես երգում էի այլ աչերի մասին, որտեղ գույնը լրիվ ասի այլ աչեր կան իմ սրտում, գիշերների նման մութ, գիշերների նման սև ու տեմքով դարձա դեպի իրեն,
այլ աչեր կան իմ սրտում։ Տրոմպետը իջեցեց, ասեց գնանք տուն կտեսնես օրդ։ Այդ շատ լավ հիշում եմ։ Թորգոմի մասին է իր պատմում։ Հա, մի հատ ունեինք շվիահար Թորգոմ, ինքը շատ բարի, շատ բարի տղա էր։ Անկամ հիշում եմ երիտասարդ ժամանակներից, որ ժող գործիքների նվագախմբում փորձում ենք, մայստրոն ասում էր ճիշտ նվագի, անդադ սխալվում էր, այնքան զայրացած գնաց, որ պիտի խփե, որ Թորգոմը նվագի, ասեց կխնդրեմ, այս անգամ մի խփեք, որ հանկարծ սխալվեցի, 2 անգամ խփեք։ Նման բաներ շատ կար աշխատանքի մեր process-ում եւ շատ երջանիկ պատանեկություն եմ ունեցել։ Կուզես մի բան, որի մասին կուզեի այսօր խոսեինք, դες թեմա ունես։ Դե համերգից իմացանք, յուրախաղից իմացանք, որ ելույթ ես ունենալու դրա մասին իմացանք։ Չէ, այդպես կա շատ բան չունեմ, ուզում եմ, որ բոլոր հայերը, որոնք սպրված են ամբողջ աշխարհում, լինեն առողջ եւ երջանիկ, որովհետեւ ես գիտեմ, որ Հայաստանից դուրս բոլոր բնակվող հայերն միշտ մտածում են մեր Հայաստանի հայերի մասին եւ Հայաստանի մասին։ Բոլորին մաղթում եմ առողջություն եւ անհոգ կյանք, այդքան բան, որ առողջ ես լինում, ամեն ինչ արդեն լուսավոր է կյանքը։ Իսկ հետաքրքիր է, ուզում եմ ստեղի արվեստի, ու քիչ առաջ մենք խոսում ենք եւ Հայաստանի մշակույթի մասին։ Ասեմ ձեզ, այստեղի արվեստը Հայաստանի սերուցքն է, այստեղ։ Այո, դրա մասին ուզում եմ խոսել։ Իհարկե, որ մեր հողը պարարտ հող է, այնտեղից ստանում ես, այստեղ օգտագործում ես, կիրառում ես, եւ դա շատ լավ է։ Այստեղ հայերը մնում են հայեցի են մնում, լսում են հայկական երաժշտություն, ունենք հայկական թատրոն, ունենք շատ գեղեցիկ հայկական բան։ Ես չեմ զգում տարբերություն։ Բայց կոնկրետ արվեստագետը պիտի գոնե տարի մի անգամ գնա Հայաստան։ Մի անգամ էլ երկու անգամ։ Այո, պիտի այնտեղից խաղի ինք այդ ամենը։ Հումքը ոնց որ այնտեղից է գալիս, եթե ուզում ենք որ հայկականը մնա, հայկականոտ լինեն այդ բոլոր այդ ստեղծագործություններն ու բաները պետք է համաձայն եմ ցես։ Հայաստանի հետ շատ մտեր, այստեղ հատե տեսնում են շատ բաներ են տեսնում։ Շատ զարմացնել է ժողովրդին էլ հնարավոր չի, որտեղ նենց արվեստագետ է, ասենք ամերիկացիների բան ելույթներ են գալի, ջութակահարներ, դաշնակահարներ, բաներ չէ։ Նենց արվեստ են տեսել, որ զարմացնելը շատ դժվար է։ Իսկ եթե մենք ուզում ենք որ մեր արվեստը ստեղել ծիլեր ունենա, ու ստեղել զարգանա, պետք է կապը շատ լինի հայրենիքի ու Հայաստանի հետ, արվեստի հետ։ Հայրենի հողն ու ջուրը մի այլ տեսակ է սնում քեզ։ Լիցքավորում է։ Եթե մեծ ազգերը ունեն անուններ, հատուկ մի քանի անուններ, որ նշում ենք։ Իսկ մենք փոքր լինելով հանդերձ այդ քանակը ունենք, էլ այդ քանակից էլ ավել, ուրեմն ինչքան իսկապես հողն ու ջուրը Մեր 10-ից 8-ը տաղանդավոր են։ Հայի 10-ից 8-ը տաղանդավոր, իսկ օտարի մոտ կարող եմ ասել հակառակը։ Այդ ես համոզվել եմ։ Եղավ, թե ինչ, մնում է, որ մենք ավարտենք մեր ելույթը, որտեղ ժամանակը լրացավ, ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել քեզ, այս հետաքրքիր զրույցի համար, բայց լեննականցիները չեն վիրավորնի, որ գնաց լեննական ու ասես, որ գնացի այնտեղ հասա Աշոտ Ղազարյանի մոտ անեկդոտ չգիտեի, չկարողացա պատմել։ Ճիշտ ասած, Աշոտ ջան, ձեր մոտ անեկդոտ պատմելը այնքան դժվար է, դուք անեկդոտների թակավորն եք, ոնց կարող եմ ես ձեր մոտ անեկդոտ պատմել։ Չեն Չէ, դա ինչ կապ, լավ, ինչ կապ ունի, բայց քո չափով, քո ձևով կարող ես պատմել, բոլորն էլ կարող են պատմել, ամեն մեկ իր ձևով։ Լավ, Անահիտ ջան, լավ, ես շնորհակալություն եմ հայտնում քեզ, որ դու զբաղված լինելով հանդերձ եկար ու քո ժամանակը տրամադրեցիր ինձ ու մեր հեռուստադիտողին։ Ես ուրեմն համագործակցում ենք Քենեթ փողոց կա, այստեղ չգիտեմ քեզ անցել ես այդ փողոցը։ Իմ ամենասիրած փողոցներից մեկն է Գլենդելում։ Քենեթ փողոց, սրճարաններ կան երկու կողմից, նստում են մարդիկ, սրուցում են, սուրճ խմում, շատ լավ է Երևանի մայթերն է հիշացնում են։ Եվ այդ Քենեթ փողոցի վրա Քենեթ Վիլիջ ծաղկի սրահ կա, որը շատ հետաքրքիր ծաղիկներ են պատրաստում, շատ։ Ու մենք համագործակցում ենք իրանց հետ, ես այսօր իրենց մոտից ծաղիկ եմ բերել, քեզ մի համես ծաղկեփունջ ուզում եմ սիրով հանձնել քեզ։ Շատ շնորհակալ եմ։ Ընտրեմ։ Դες ցանկանալ հաջողություններ քո ելույթներում, քո գործերում հաջողություններ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր կոնսերվատորիայի պրոֆեսոր,
Գործող կանոնահարուհի Անահիտ Վալեսյանը։ Իսկ այժմ անցնեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Ուզում եմ ասել, որ կյանքը շատ կարճ է։ Կյանքը շատ կարճ է եւ չարժե այն վատնել դատարկ բաների վրա։ Այսքան բան բարեկամներ, միշտ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Լսել ես ինչ ա եղել։ Ինչ։ Սերոպը դավաճանել է Վարսիկին։ Ահա։ Հա։ Հետո։ Դե հետո Վարսիկն է բռնացրել է Սերոպին։ Լսի, ցավը տանեմ, տղա մարդը չի դավաճանում, այդ հիշի։ Այդ Սերոպը չի դավաճանել, ցավը տանեմ։ Սերոպը ուղղակի բարեգործություն է արել։ Ինչու՞։